Ողջույն հայրենակիցներ, Հայաստանում եւ Հայաստանի շուրջ հատկապես ծավալվող իրադարձությունների մասին այսօր զրուցում եմ փաստաբան Գևորգ Հակոբյանի հետ, ով Ամերիկայի Հայ դատի արևմտյան գրասենյակի ղեկավար մարմնի անդամ է, խորհրդի անդամ է եւ նաեւ Հայ իրավաբանների կենտրոնի ղեկավար մարմնի անդամ է եւ նաեւ զբաղվում է ակտիվ իրավաբանությամբ։ Ողջույն Գևորգ, շնորհակալ եմ, որ եկաք։ Նմանապես շնորհակալ եմ Արիթին համար։ Այո, մենք շատ կարևոր թեմաներ ունենք, հատկապես թրիփի մասին եմ ուզում խոսենք, բայց մինչ այդ, գիտեք, ամենակարևոր իրադարձությունը մեր հայության ուշադրությունը կենտրոնացված էր վերջին մի քանի ամիսների ընթացքում գոնե, դա ընտրություններն էին, որ տեղի ունեցան հունիսի 7-ին։ Հայ դատի գրասենյակը արդյոք ունի վերաբերմունք ինչ-որ հայտարարություն չեմ աչքովս չի ընկել, չգիտեմ, բայց ամեն դեպքում ինչ տեղի ունեցավ եւ որն է ձեր գնահատականը ընտրությունների մասին։ Ընտրություններու հետ կապված նախ պետք է վերլուծել, թե եւ Հայաստանի մեջ, եւ Սփյուռքի մեջ ինչ գացություն գդիրեր եւ ինչպես հայ հասարակությունը փևերացած մթնոլորտի մեջ էր եւ այդ փևերացած մթնոլորտին մեջ այդ քաղաքական թեժ պայմաններու լույսին տակ Հայաստանը կատարեց երկար սպասված այդ խորհրդարանական ընտրությունը եւ միակ լավ երևույթը այս ընտրություններում մեջ համեմատաբար նախորդ ընտրության այդալ ընտրողներու քանակի ավելացումներ, մասնակցության քանակի ավելացումներ, ինչ որ դրական երևույթ է եւ հույսով ենք, որ հաջորդ ընտրություններուն ավելի եւս կբարձրանա ընտրողներուն թիվը, սակայն այս մեկը գուհուշ է նաեւ, որ այդտեղ լուրջ խնդիրներ կային եւ այս պատճառով հանրությունը ավելի մեծ թիվով մասնակցություն ունեցավ այս ընտրության։ Խոցելի շատ երևույթներ կային այս ընտրություններու գործընթացին, նախորդին, օգտագործված բառաբաշարին, հատկապես իշխանական գողմի քրեհիկ մոդեցումներուն, բռնություններուն, քաղաքական հալածանքներուն, ինտիմատիր խոսքը գաշկանտելուն, ինտիմատիր ղեկավարներ ցերպակալելուն եւ այսպես այս ընտրությունները ռուսամետ ու արևմտամետ ընտրության վերածելուն, որ խորքի մեջ այդպես չէ եւ միայն այդպիսով պետք չէ բնութագրել, այլ պետք է պատկերը տեսնել համընդհանուր համահայկական բարունակի մեջ եւ ոչ անպայման աշխարհակահաղական այս առավելումներու խորքի մեջ ընտրությունը գավադան որ հայամետ եւ ոչ հայամետ, հայանպաստ եւ ոչ հայանպաստ ընտրություններու միջև էր մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն սկալի դոգոսը իր քվենդվավ, սակայն մենք գիտենք թե որքան ընդրագաղձիկներ տեղի ունեցան եւ ինչպես վերջերս հստակացավ թե այդ անցողիկ շեմը հաղթահարելու խնդիրը երրորդ ինտիմատիր ուժը չգրցավ անցնել կոնե այսօրվա դրությամբ խորհրդարան, որովհետև երեք ընդրադեղամասերու քվեները անվավեր նկատվեցան ընդրական կենտրոնական հանձնաժողովին կողմէ եւ այդ ավելի քան 3000 գարձեմ որ 3000 թիվը ճիշտ է ընդրողներու ցայները այսպես անվավեր նկատվեցան եւ անոնց քաղաքացիական իրավունքը խլվեցավ առանց վերագանքնելու որևէ մեկ հստակ ճանապարհ ճշտելու, այսինքն լուրջ խնդիրներ կային, ինչպես օրինակի համար թեր ընդրողներու 10%-ին արդյունքները չհայտնաբերած իշխանությունները հայտարարեցին Փաշինյանի գլխավորությամբ, որ հաղթած են ընտրությունները, այսպիսով ավելի ճնշում բանեցնելու ընդրադեղամասերուն վրա, բազմաթիվ խնդիրներ կային, սակայն ունենք ինչ որ ունենք այսօր։ Բնականաբար պիտի ցանկայինք, որ արդյունքները դարբերը լային եւ մենք ցերպազատ էինք այս բեդագանագործան եւ ասկասպան իշխանություններեն, սակայն թեր հերու ենք ըստ երևույթին այդ մեկը հայտարարում է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, դա չի արտահայտում իրական պատկերը, այսինքն ընտրությունները կեղծված են, ձայները գողացված են։ Դուք կիսում եք այդ կար, որպես իրավաբան եմ ասում եւ ինչու։ Որպես իրավաբան դժվար է նման վճիրներ արձակելը, որովհետև ես անցամբ այդքան ծանոթ չեմ գետնի վրա եղած
խախտումներուն, սակայն ես կհավատամ, որ ընդրագեղձիկներու ծավալը շատ մեծ էր եւ գեգրորտեմ ընդդիմության այն թիրքորոշումը, որ այս ընդրությունները լեգիտիմ չեն եւ պիտի փապակեի, որ իրավական բոլոր միջոցները որտեղրվեին, որբեսի այս ընդրագեղձիկները կամ խախտումները վերադեսության ենթարկվին եւ ձեր անձնական այսպես ասենք դիրքորոշում թե նաեւ հայդատի կարող ենք ասել հայդատից հայտարարություն չեմ միգուցե հայդատը սովորաբար այդպես Հայաստանի քաղաքական գործերին չի խառնվում այդ պատճառով է որ հրաբարագային հայտարարություններ չկան, որովհետև այդ մեկը Հայաստանի ներքին քաղաքական գործընթացն է, սակայն հայտարարը անմիջական օրեն գաստվի Հայաստանի իշխանություններու վարած քաղաքականութենեն, հատկապես ինչ կվերապերի արտաքին քաղաքականության, հատկապես ինչ կվերապերի հայոց ցեղասպանության, արդարության վերագանքման, արցախահայության իրավունքներու վերագանքման, ռազմակերիներու ազատարձակման, արցախահայության վերադարձի իրավունքի հետ կապված, այսինքն այս բոլորը անմիջականորեն որ մեր կորձնեյության մաս կգազմե, նաև գախյալ է Հայաստանի իշխանություններու որտեղած քաղաքականությունն են։ Տեսեք, դուք որպես ամերիկյան կառույց, այդպես ասենք, խուսափում եք խառնվել, այսպես ասած, այլ երկիր, թեև այդ երկիրը մեր հայրենիքն է, ներքին գործերին։ Բայց օրինակ Միացյալ Նահանգների նախագահը, փոխնախագահը եւ արտաքին գործերի նախարարը պետքարտուղար Ռուբիոն բոլորն էլ այդպես խառնվեցին, չէ, կոչարեցին եւ այլն, աջակցություն հայտնեցին, շնորհավորեցին։ Դրա դեմ ինչ կարելի է, ինչ եք կարծում, մենք այստեղ հայ համայնքը բավարար չափով օրինակ հասկացրեց այդ մարդկանց, որ գիտեք ինչ, դուք սխալ մարդու եք պաշտպանում։ Նիկոլ Փաշինյանը օրինակ լավագույն ապացույցն է այն արժեքների, որոնց համար Թրամփը ընտրվել է, այսինքն որոնց դեմ քարոզելով, օրինակ նույն քրիստոնեական արժեք համակարգը, նույն պահպանողական, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի այդ արժեքները կապ չունեն, ինքը կարող է վաղը դառնալ օրինակ LGBT ակտիվիստ, այն մյուսը դառնալ եկեղեցական, ասենք աղանդի առաջնորդ եւ այլն, բայց ամեն դեպքում մեր համայնքը արդյոք բավարար չափով այս ընթացքում ասեցիր խոսքը հասցնելու համար ամերիկյան իշխանություններին, որ սխալ մարդու եք պաշտպանում, կոպիտ ասած։ Նախ որևէ մեկ կողմի միջամտությունը որևէ մեկ այլ երկրի ընդրական գործընթացներուն անընդունելի է եւ խախտում է եւ միջազգային օրենքի խախտում է իսկ ամերիկան որ այդ մեկը գնե ամերիկան վերջերս շատ խախտումներ կգադարի միջազգային օրենքի եւ այս մեկը նաեւ բացառություն չի գազմեր հատկապես նկատի առած Թրամփի եւ Թրամփի վարչագազմի որտեղած արտաքին քաղաքականությունն էլ դեմոկրատներն էին նույն ձևի աջակցում Նիկոլ Փաշինյանը եկեք այո բայց ընդունենք որ դա մենակ մեկ անձի հետ կապված մեկ անձի հետ ճիշտ ադիբիդիս է համագարկի հետ կապված է եւ այսքի առաջ այստեղն նույն միտքը արտահայտած եմ որ անձերով չէ պայմանավորված Հայաստանի արտաքին Ամերիկայի ներողություն Ամերիկայի արտաքին քաղաքականությունը այլ ինստիտուցիոնալ համագարկային բնույթ ունի իսկ ինչ կվերապերի մեր համայնքի գգրտնեմ որ ինչպես Հայաստանի մեջ այստեղ եւս համայնքը բազմագարձիկ է եւ կոնե մենք հայտադի ուղությամբ հայտադի միջոցով մեր լուրջ մտահոգությունները մեր ընդդիմությունը եւ մեր անհամաձայնությունը փոխանցած ենք այս մոդեցման եւ ասած ենք որ այս իշխանությունները գրնալ լալ որ գծեվացնեն թե Ամերիկայի կորձընկերներն են ռազմավարական տաշնակիցներն են եւ այլն սակայն խորքի մեջ եւ երկար գդրվածքի վրա անոնք աբասկային դարեր են եւ Հայաստանի ասկային անվտանգությունը ուղղագիորեն գվտանգեն իրենց թրքամետ եւ ազերիամետ քաղաքականություններուն նույնը կարող է ասել Եվրոպայի մասին հիմա գանք թրիփին ինչի համար եմ ասում տեսեք Միացյալ Նահանգներին Հայաստանը հետաքրքրում է հատկապես այդ մասով իմ կարծիքով եւ նաեւ որոշ այդպես ասած հազվագյուտ մետաղներ են գտել Հայաստանում որ իրենց հետաքրքրում է թերևս դրա պատճառով են այդպես ակտիվ ներգրաված հայկական նաեւ ներքին քաղաքական կյանքին հիմա թրիփը դրանց ամենախոշոր պրոյեկտն է եւ շատերի կարծիքով դա քաղաքական նաեւ նպատակ է հետապնդում Իրանի դեմ օգտագործելու թեև շատերը կարծում են որ դա
ավելի գլոբալ process է, քան հենց Իրանի դեմ օգտագործել։ Հիմա կարծես թե Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնության են եկել արդեն ստորագրվել է նախաստորագրվել է այդ օպտիկ գնան Ժնևում Շվեյցարիայում եթե չեմ սխալվում այս ուրբաթ օրը վերջնական ստորագրությունը ինչ է կարծում այս խաղաղության գործընթացից հետո թրիփը արդիական կմնա թե այսինքն ինչ ճակատագիր եք տեսնում թրիփի հետագա երբ եթե ասենք հարաբերությունները կարգավորվում են Իրանի հետ ես կգարձեմ որ դարաձաշրջանային բոլոր զարգացումները փոխկապակցված են եւ փոխադարձաբար գաստվին իրար մեջ սակայն թրիփի հաջողությունը կամ անհաջողությունը անմիջականորեն պիտի չգաբեի Ամերիկա-Իրան հարաբերություններու կամ դայնամիկսի ծիրին մեջ, այլ անուղղակիորեն պիտի գաբեի, որովհետև թրիփի թիրախը Իրանը չէ անպայմանորեն, թրիփի թիրախը հիմնականորեն աշխարհակահաղական նպատակներ գեդաբնթե Ամերիկայի աստեցության կոդին բազմացնելու ավելի ուժեղացնելու դարաձաշրջանի մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի անարգել միջանցք դրամատրելու իրենց պանթորանական ծրագիրը իրականացնելու տասնամյակներով եւ նաեւ չեզոքացնելու ռուսական կորձոնը դարաձաշրջանի մեջ այս երեք աշխարհակահաղական նպատակներն են որ գեդաբնթվին որպես թիրախ իսկ ինչ կներկայացվի որպես աբաշրջափակում որպես զարգացման հնարավորություններ development project so on and so forth այս բոլորը երկրորդական թիրախներ ես ուղղակի ուզում եմ բարձաբանում մտցնենք այսինքն ձեր կարծիքով Միացյալ Նահանգները գնում է այդքան ռեսուրսներ է ծախսում չգիտեմ միջոցներ մի խոսքով ֆինանսներ, ժամանակ, դիվանագիտություն, որպեսզի թուրքերը եւ ադրբեջանցիները միմյանց հետ կապ ունենան, դա է իրենց նպատակը։ Ոչ միայն այդ է իրենց նպատակը, սակայն այս նախ նշեմ երկու ճշտում ունեմ, հայտարարանը համաձայնագիրը այստեղ է։ Ընդամենը 7 է, չէ, պիտի խնդրեմ, որ մեր հայրենագիցները ընթերցեն եւ միջազգային օրենքի մասնակետ պետք չէ լալ հասկանալու համար այս փաստաթուղթի վտանգավոր եզրույթները նախ ասեմ որ ամերիկան այս համաձայնագրով որևէ մեկ հստակ բարդավորություն չի վերցնել ֆինանսավորելու կամ ներդրում կատարելու այլ փարացիորեն այստեղ գսե որ մտադրություն ունի intent եթե ֆինանսները ապահովվին այսինքն բարձրապես այն բարակային եթե ֆինանսներ կան այս երրորդ անգախ մասնավոր ընկերությունը որուն համար պիտի կյանքի գոչվի մասնավոր կապիտալ պիտի մտնի այո մասնավոր պիտի մտնի եւ ովքեր են այդ մասնավոր կապիտալը գիտեք չէ այո եւ ասենք BlackRock-ը կարողանի ամերիկյան գիտեք ինչի համար ասում որտեվ շատերը ասում են որ դա թուրքական կապիտալ է ադրբեջանական թուրքերին են տալու ադրբեջանցին արդյոք այդպես է այդ նայեցեք այստեղ հստակ կսվի թե ես ցեզի գարտամ որբեսի ճիշտ արդայդվիմ Թրիփի զարգացման ընկերությունը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև ստեղծվելիք համատեղ ցերնարգություն, որ Հայաստանում պետք է հիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն։ Իսկ այս բաժնետիրական համաձայնագրը նշանակում է Միացյալ Նահանգների եւ Նյու Յորքի նահանգի օրենսդրությամբ կարգավորվող արևդրային փաստաթուղթ, որը կարգավորվելու է Թրիփի զարգացման ընկերություն բաժնետերերի որոշակի իրավունքները եւ բարդավորությունները եւ նաեւ Նյու Յորքի օրենքներու համաձայն է որ ցանկի պիտի գոչվի եւ ոչ թե Հայաստանի օրենքներու համաձայն իսկ այս ընկերությունը որ մասնավոր ընկերություն է բաժնետիրական ընկերություն է եւ այս բաժնետիրական ընկերությունը փած լիազորություններ ունի առանց Հայաստանին դրամատրելու որևէ մեկ վետոյի իրավունք հadoop նշանակության գազագերբություններ նշանակելու ներառյալ մասնավոր երրորդ կողմեր որոնք կապ չունին Հայաստանի ազգային անվտանգության հետ facing the public այդ սահմանային կոդիներ սահմաններուն վրա կորձնեություն զաբալելու Այսինքն մտավախությունն այն է որ օրինակ այդ ամերիկյան ընկերությունը որը պետք է ներդրումներ բերի, չէ, պրոյեկտը իրականացնելու համար կարող են լինել առնենք թուրքական ընկերություններ։ Դա է ձեր ասացի մտավախություն, այսինքն սահմանափակում չկա եւ մեխանիզմ չկա։ Այդ հուշագրով։
Այո, Բայց վերջնական պայմանագիր լինելու է, այս վերջնական պայմանագիրն է։ Այս մեկը միայն կմնա վավերացվի Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներուն կողմէ։ Այս մեկը ստորագրված վերջնական պայմանագիրն է։ Եվ այստեղ բավական խոցելի գեդեր կան, ուր Հայաստանը իրավականորեն հարգաթիր բարդատրված բարդավորություններ կվերցնե, ներառյալ իր օրենքները վերադեսության ենթարկել, հարգային բարեփոխություններ մտցնել, այս թրիփի դարածքին համար սեփական հողեր pedagoganացնել, այդ հողերը բոլորը անարգել դարձնել, երրորդ կողմերու հանցնել հսկայական ծրագիրներ, անվտանգության խնդիրներ եւ այլն եւ թիմացը Հայաստանը ինչ կստանա 26100 բաժնետիրության մաս 26100-ը միան Հայաստանին է 74100-ը ամերիկյան ընկերության է եւ 49 տարի վերջ այդ 26%-ը արավելակույնը գրնա բարձրանալ 49/100-ի։ Իսկ այս բոլորեն անտին, երբ այս մեկը վավերացվի, Հայաստանը բարդավորություն կվերցնե 99 տարվա։ Եվ այս բարդավորության մեջ առաջին եւ հիմնական օգտվողը Ադրբեջանն է, որովհետեւ անարգել միջանց պիտի ունենա Ադրբեջանին, մինչեւ Ադրբեջանի եւ դեպի Ադրբեջանը Նախիջևանին գաբող եւ փոխարենը Հայաստանը ոչ մեկ իրավական հիմք ունի, որ նույնպես աբաշրջափակումը իր նկատմամբ կամ անարգել անցքը Ադրբեջանի նկատմամբ տեղի ունենա եւ կամ Հայաստան Թուրքիա կարծում եմ մի քիչ այդքան էլ այդպես չի անարգել կարծեմ պետք է չտեսնեն մարդկանց դա էր Ադրբեջանի պահանջը, որը տեղ է գտել այդտեղ, չէ՞ որ հայ սահմանապահներին չպիտի տեսնի։ Հայ սահմանապահներ պիտի չլան, երրորդ կողմի մասնավոր անձեր։ Հայաստանի լիակատար ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգելու այս դրույթը բազմաթիվ անգամներ նշված է եւ լավ է որ նշված է փաստաթուղթի մեջ, սակայն կորձնականորեն Տրոշը միան կմնա երակույն տրոշ, սակայն լիազորությունները կփոխանցվին կորձնականորեն քետնի վրա ամերիկյան ընկերության։ Գիտեք, դուք ասում եք, որ Հայաստանի շահը եւ այլն, իմ կարծիքն եմ ասում, միգուցե դուք համաձայն չեք։ Ամենամեծ շահը այդտեղ, ես հասկանում եմ, հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այն է, որ օրինակ, եթե Միացյալ Նահանգները չի այնտեղ, թուրքերի ադրբեջանցիների համար մեղրի միջանց կվերցնել 5 րոպեի գործ է, ընդամենը 5 րոպեի։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ցանկանալու պաշտպանել դա, այլ նաև ուղղակի պատճառ է գտնելու մանիպուլացնելու հասարակությանը եւ ասելու է, որ սա մեր փրկությունն էր, մեր անկախությունն էր։ Այսինքն շատերը մտածում են, որ ավելի լավ է Միացյալ Նահանգները լինի այստեղ, քան թուրքերն ու ադրբեջանցիները ուղիղ։ Ինչ կասեք դրա մասին։ Ես այս միտքը հաճախ լսեցի մեր հայրենագիցներեն, երբ այս միտքը գարդայդեն, նաև ցեզի պիտի հարցնեմ այս հարցումը։ Որևէ մեկ անվտանգային երաշխիք կա այս համաձայնագրի մեջ։ Մեկ բառ նշված է, ուր Ամերիկայի Միացյալ Նահանգները գերաշխավոր է Հայաստանի անվտանգությունը, որևէ մեկ հավանական երաշխավորելու ոչ մի խոսք չկա։ Այսինքն ոչ ոք չի երաշխավոր։ Ինչն է որ գերաշխավոր է, այսինքն բարձրապես 3P project-ի քոյությունը պիտի արգելի Ադրբեջանին որպեսզի դա շատ խոցելի է, ընդհանրեն Թրամփի անձնական գործուն։ Այսինքն եթե վաղը Թրամփը չեղավ երկրի նախագահ, այս թուղթը կարող են ճղել գցել եւ Ադրբեջանը եթե վավերացվի, եթե չվավերացվի, նույնիսկ վավերացվել են, յետ ամերիկյան իրավական բարդավորություններ չի վերցնել ֆինանսավորելու եւ աջակցելու։ Այսինքն քանի դեռ Թրամփը այնտեղ է, Ալիևը չի համարձակվի, ուրեմն հարձակվել Հայաստանի այդ սահմանի վրա։ Քանի Թրամփը այնտեղ է, բայց Թրամփը վաղը կարող չլինի։ Տեսեք, ես անցամբ եւ գավադան որ ինձի պես շատեր մենք թեմ չենք, որ Հայաստանը աբաշրջափակվի, խաղաղություն հաստատվի, ազատությունը լա, իր անվտանգությունը ամրագրվի։ Եվ նաև մենք կհավատանք, որ այս բոլորը կարելի է իրականացնել արդարության վերականգնման ջամփով եւ հստակ հայամետ արտաքին քաղաքականության։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի լավ տարբերակ էր առաջարկում, որ այսինքն այսօր մենք չենք կարող այդպես դեմ գնալ Միացյալ Նահանգներին, բայց կարող ենք առաջարկել ընդլայնել, ինչու՞ չէ, թող մեղրից գա հասնի, ասենք, այստեղ ոչ մեկ իրավական
բարդավորություն կա, ասենք Ադրբեջանի նկատմամբ։ Հակառակ որ Ադրբեջանը կապահովե իր հիմնական նպատակը, այդ ալ միջանցք ունենալ դեպի Նախիջևան, սակայն փոխարենը ոչ Հայաստան-Թուրքիա աբաշրջապագումը գերաշխավորվի, ոչ Ադրբեջանի աբաշրջապագումը գերաշխավորվի, ոչ մեկ խոսքա Արցախահայության նվիրված, Արցախյան հարցի գծով, ռազմակերիներու վերադարձի գծով, Արցախի մեջ պատմամշակութային գոտողներու եւ արժեքներու պահպանության գծով Շաբաթ մճանցներ եւ չենք լսեր պատմամշակութային արժեքը Արցախի մեջ վտանգված է կամ շատ լավ, ինչ կարելի է անել այդ ձեր ասած այս վտանգները չեզոքացնելու համար ես կգարձեմ, որ խորհրդարանը պետք է վավերացնի այն բարակային, երբ որ Հայաստանը որոշակի երաշխավորություններ կստանա իրավականորեն։ Այս փաստաթուղթը եթե այս ձևով վավերացվի, շատ խոցելի է։ Քանի ձայն է պետք վավերացնելու համար, արդյոք դա Այո, ուրեմն ասեմ կորձն, ոչ, 2/3 պետք չէ, միջազգային տաշնակրերը վավերացնելու համար։ Այսօրվա ձայներով իրենք կարող են։ Այո, բարձ ընդհանուր պատգամավորներու թիվին բարձ մեծամասնություն։ Եթե 105 պատգամավոր ունենք այսօրվա դրությամբ, պետք է այդ թիվի բարձ մեծամասնությունը 105-ի բարձ մեծամասնությունը պետք է, իսկ ըսեմ գործընթացը ինչպես է վավերացման, նախ կառավարությունը package-ը կպատրաստի այս համաձայնագրի, գուղե սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը կքննի թե այս համաձայնագիրը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության սահմանադրության, ըսեմ նաև այստեղ գետ մգա որ կնշե թե եթե այս համաձայնագիրը կհագասե Հայաստանի որևէ մեկ օրենքներուն, այս համաձայնագրի թրույթներն են, որ պետք է գործադրվին եւ ոչ թե Հայաստանի օրենքը, այսինքն այդ ալ մեջը նշված է։ Ուրեմն սահմանադրական դատարանի գանաչ լույսը ստանալ են կամ որոշումը ստանալ են յետք գերտա խորհրդարան եւ բարձ մեծամասնությամբ պատգամավորներու ընդհանուր թիվի բարձ մեծամասնությամբ կրնա օրենքի նախագիծով անցնել եւ յետքը գերտա նախագահություն, նախագահը ստորագրել են յետք կդառնա գվավերացվի եւ երբ որ Հայաստանի Հանրապետությունը կփոխանակե վավերացված դարբերակը Ամերիկայի Միացյալ Նահանգներուն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կվավերացնի անցնել է այդ ամերիկյան վավերացման գործընթացեն կփոխանցե Հայաստանին այդ օրվանե կսկսի 99 դարվա մեր բարդավորությունը այսօրվա դրությամբ 7 էջը ստորագրված է բայց 99 դարին թեր չէ սկսած եւ ես կհավատամ որ թեր արիտ կա, որ այս խոցելի գեդերը, որոնք իսկապես վնասակար են Հայաստանի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հատկապես քերիշխանության կարելի է վերադեսության ենթարկել։ Այո։ Մենք թեմ չենք այս համաձայնագրին կամ այս ծրագրին, սակայն պետք է վստահ լալ, որ վավերացում են յետք մեր ստանցնած բարդավորություններուն թիմած մեր օգուտները նույնքան երաշխավորված լան։ Այո, այո։ Այդ է հիմնական միտքը։ Թուրքերի եւ ադրբեջանցիների շահերը ավելի արտահայտված չլինեն, քան մեր Հայաստանի շահերը եւ վերջում միգուցե թեմայով հետագայում այլ քննարկումներ կունենանք առաջիկայում, բայց հիմա ամփոփենք եւ վերջում մի հարց եմ ուզում տալ, քանի որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է եւ այստեղ տեղի ունենալու Թուրքիա Միացյալ Նահանգներ խաղը Լոս Անջելեսում եւ այսօր կարդացի, որ Էրդողանը գալիս է մասնակցելու այդ խաղին, ինչ է նախատեսում հայ համայնքը, տեսա որ հայդատի գրասենյակները ինչ որ կոչերով են։ Այո, կոչեր գնենք, որ հնարավորինս բոյկոտենք Էրդողանի այցելությունը եւ հնարավորինս բարձրացնենք թրքական կառավարության գործանարար թերագադարությունը դարաձաշրջանի մեջ ցեղասպանության ուրացման քաղաքականությունը եւ արիտ չդանք որ Էրդողանը այս գիտենք թե որքան գսիրեն նման արիտներ օգտագործել իր թիմակիցի բարելավման այդ արիտեն չօգտվի հնարավորինս Լոս Անջելեսի մեջ կոնե այո Հուսանք այդպես էլ կանենք եւ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար այսքանս ելի հայրենակիցներ Իմ զրուցակիցը փաստաբան Գևորգ Հակոբյանն էր Հայդատի գրասենյակի Արևմտյան գրասենյակի ղեկավար խորհրդի անդամ կհանդիպենք